Բարի լույս, սիրելի հեռուստադիտող, բարի առավոտը կրկին ուղիղ եթերում է ձեզ որակյալ բազմաբովանդակ ու հետաքրքիր զրույցներ պատմելու, վերցրեք ձեր առավոտյան սուրճը կամ թեյը եւ գանվեք էկրաններին։ Այսօր դեկտեմբերի 13-ն է, իդեպ այսօր ծնվել է ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը, նա դառնում է 36 տարեկան։ Նաեւ նշենք, որ երգչուհին իր կարիերայի ընթացքում ստացել է ավելի քան 14 Grammy մրցանակ եւ ռեկորդային 4 անգամ տարվա ալբոմ մրցանակը։ Դե ինչ Հոլիվուդի նորություններից առաջ անցնելով տեղափոխվենք Մաչանենց թատրոն, որովհետև նոր հետաքրքիր ամանորյա ներկայացում կա Գրինչի եւ Պինգվինների արկածները։ Մեր տաղավարում են Մաչանենց թատրոնի գլխավոր ռեժիսոր Արթուր Պետրոսյանը, դերասանուհիներ Մանե Գառնիկյանն ու Շուշան Թալասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Լավ, նախ շնորհակալ ենք հյուրընկալելու համար, ջերմ հյուրընկալության համար։ Առավոտը սկսել է շատ լավ, քանի որ այստեղ շատ լավ մթնոլորտ է, շատ պոզիտիվ մթնոլորտ է ու կարծում եմ բոլորին պետք է փոխանցենք մեր լավ տրամադրությունը եւ պետք է հնարավորինս հետաքրքիր առավոտ ունենանք միասին։ Հատկապես որ խոսելու ենք ամանորյա շատ գեղեցիկ հետաքրքիր ներկայացման մասին, Գրինչը եւ Պինգվինները։ Ինչ արկածներ են տեղի ունենում բեմում։ Դե փակագծերը շատ չեն կարող բացել, որ հետաքրքրություն մնա հանդիսատեսին եւ հեռուստադիտողին, բայց ունենում են շատ կարևոր ուսուցողական, այսպես ասեմ, եւ դաստիարակչական եւ ընկերասիրական տենց շփումներ, ունենում են ընթացիկ շատ հետաքրքիր տեսարաններով հագեցած ներկայացում, որը որ կարծում եմ պետք է որ երեխաները հավանեն ու կտեսնեն այն ամենը, ինչը որ կտեսնեն նաև Երևանում, շատերի մոտ կարծիք կա ձևավորված, եթե դա տեղի ունենում էջմիածնում, կարող է եւ զիջել Երևանի ներկայացումներին, բայց վստահեցնում եմ, որ շատ ոչնչով չի զիջելու։ Այո, այնպես որ այո, կարող են գալ եւ դիտել ներկայացումը, քանի որ մեր դերասանուհիները եւս այստեղ են, նախ հասկանանք ձեզ հետ, թե դուք ինչ կերպարներ եք մարմնավորել ներկայացման մեջ, կարող եք պատմել Շուշանիկ։ Մարմնավորում ենք պինգվինների կերպարներ, ես պինգոն եմ, Մանեն պինգին, մեր խնդիրներն են ուղղակի տարբեր, ես ավելի փորձում սովորեցնել, ավելի կրթեմ պինգվիններին եւ նաեւ երեխաներին, իր Մանեն ավելի Ես ավելի աշխուժ, ակտիվ, ինչու ոչ նաև կռվարար տեսակն ունեմ, ինչը նաև շատ համապատասխան է ինձ իրական կյանքում, ավելի հետաքրքիր եւ ես նկատել եմ, որ երեխաները շատ են սիրել, մեր փոքրիկ հանդիսատեսը սիրել է իմ կերպարը, ինչը ինձ ավելի է ոգևորում, որովհետեւ այդ ակտիվությունը շատ է դուր գալիս, հատկապես երբ Գրինչի հետ այսպես կռվարար տեսարաններ ենք ունենում, բախում է լինում Գրինչի կերպարի հետ շատ ոգևորվում են այդ տեսանից։ Ով է մարմնավորելու։ Նորայրը, Օհանյան, այսօր այստեղ չէ, բայց նրան արդեն կարող եք տեսնել, երբ գալ Մաչանենց թատրոն եւ դիտել ներկայացումը։ Բայց հարգելի պատճառով այստեղ չի, քանի որ նրանք խաղալու են արդեն։ Իդեպ, քանի որ ուղիղ եթերում ենք, կարող ենք նաև ասել այսօրվա մասին, որովհետև ունենք ժամը 16:30-ին ներկայացում, մեր հեռուստադիտողը կարող է նաև լինել մեր հանդիսատեսը այսօրվա, կհասցնեն, կարծում եմ տոմսեր դեռ մնացած կլինեն, կարող են ուղղակի մեր էջին հետևել, Facebook-յան եւ Instagram-յան էջին, մենք ունենք հստակեցված շաբաթ կիրակի օրերը ներկայացումներ 16:30, այնտեղ ունենք լողացող ժամեր, նաև 15:00-ն եւ ավելի շուտ ժամերի, ինչու լողացող ժամեր, լողող ժամեր ենք ասում մենք այնտեղ, քանի որ մենք աշխատում ենք խմբերի հետ, պետք է հետևեն մեր էջին, բայց մենք մեր էջով յուրաքանչյուր օր առաջ ներկայացումից անպայման տեղեկացնում ենք մեր հանդիսատեսին, որ տեղյակ լինեն այդ օրը որ ժամին է ներկայացումը լինելու, եթե իհարկե ունենում ենք տոմսեր։ Եթե իհարկե ունենում։ Գիտեմ, որ պրեմիերան ամսի 7-ին էր, չէ՞, եթե չեմ սխալվում։ Վստահաբար շատ այսպես ջերմ ընդունելության եք արժանացել հանդիսատեսի կողմից եւ նաեւ հանդիսատեսի համար էր սպասված, որովհետեւ դեկտեմբերը հենց գալիս է, մենք հենց ամսի 1-ից սկսում ենք տրամադրվել ամանորին եւ այդ հեքիաթային տրամադրությունը փնտրել։ Մի քիչ պատմեք նաեւ պրեմիերայի օրվանից։ Դե ի տարբերություն ձեզ մենք նոյեմբերից ենք արդեն այդ ամանորյա տրամադրության։ Փորձերը, այո, ամենակարևորը։ Մենք մի քիչ նորմալ չի, որ նոյեմբերից արդեն Եղևնու մասին ես մտածում ու տենց փորձում ես Եղևնին զարդարել, մի քիչ մենք ավելի շուտ ենք, առաջ ընկածենք, բայց դե այդպես չանենք, չենք հասցնի ամանորյա ներկայացումները։ Այնպես որ
Միայն մենք ուզում ենք իրազեկել մեր հանդիսատեսին, մեր հեռուստադիտողին, որ ինչքան էլ մենք խոսենք մեր ներկայացումից, գովենք մեր ներկայացումը, բնականաբար հենց դրա մասին ենք այստեղ եկել, որ խոսենք, բայց ճիշտ կլինի նրանց այցելությունը եւ կան եւ ես ուղղակի շատ դեպքերում զարմանում եմ, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից կան մարդիկ, որ չգիտեն թատրոնի մասին, նաեւ շատ լավ կլինի, որ այդ հնարավորությունը բաց չթողնեն, քանի իրենց մոտ գտնվող թատրոն կա, շատերին հարմար չի լինում, չէ, տեղափոխվել քաղաք, ժամանակի խնդիր է, ճանապարհի խնդիր է, բայց պետք է գան, թատրոնը ապրեցնեն, մենք էլ ապրենք իրենցով, մենք էլ իրենցով տենց ավելի փորձենք կատարելագործվել, ոնց որ հիմա ենք։ Եկեք մի փոքր նաև փորձերից խոսենք, քանի որ խոսք գնաց այդ մասին, ինչպես է անցել եւ նաև ինչ ռեժիսորական յուրօրինակ լուծումներ եք ներառել այս ներկայացման մեջ։ Ես անընդհատ փորձում եմ մի բան անել, որ դուք խոսեք, մանրամասներ պատմեք, բայց դուք իհարկե համառորեն պահում եք ինտրիգը։ Չէ, իհարկե կպատմենք, մանրամասներից շատ չմանրամասնենք, բայց ասենք, որ հետաքրքիր երաժշտական շոու ծրագիր ենք այսպես ներկայացնում եւ հագեցած լուսային էֆեկտներով եւ երեխաներին հիմա շատ դժվար է զարմացնելը, քանի որ երեխաները վիրտուալ համարժեք բառը չգիտեմ, վիրտուալ հենց վիրտուալ աշխարհում այդ վիրտուալ աշխարհում, այո, ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ իրենք տեսնում են հենց 3D պատկերով, թե ոչ արդեն 7D, 10D, չէ, ինչ ուզում տեսնում են ուրիշ կերպով ու շատ բարդ է դու բնական հենց իրենց աչքի դիմաց այդ իլյուզիա ասվածը կամ այդ կախարդանքը իրենց ներկայացնես, փորձել ենք հնարավորինս հետաքրքրացնել լույսերի միջոցով, ծխի միջոցով, իրենց սիրած այդ ձյունը, որ վերջում տեղում է սպասված այդ ձյան տեսարանը, պինգվինների, գրինչի, տեսնելու են շատ պինգվիններ բեմում, շատ գեղեցիկ է, երբ որ ունենք տարբեր հասակի դերակատարներ, այսպես, ոչ թե մեզ մոտ փոքրը խաղում է մեծի կերպար կամ մեծը խաղում է փոքրի կերպար, այլ ունենք հնարավորություն նաև մեր Մաչանենց թատրոն ստուդիան, որը որ գից է թատրոնին, հենց ունենք երեխաներ, որոնք որ մեզ շատ լուրջ աջակցություն են նաև տալիս, քանի որ այնտեղ տեսարաններ կան, որ առանց իրենց ուղղակի հնարավոր չի ու իրանք շատ լավ են աշխատում։ Թատերախմբից ողջույն բոլորին։ Ողջունենք բոլորին եւ թատերախմբից դեռ կխոսենք, բայց ինձ այստեղ դերասանուհիներին ուղղված մի հարց է հետաքրքրում, երբ մարմնավորում եք թռչնի կամ կենդանու, ոչ թե մարդու, այդ բարդությունը այստեղ ինչումն է հիմնական։ Բարդությունը ունեցել ենք իհարկե, բայց կարողացել ենք հաղթահարել։ Այ օրինակ մենք խաղում ենք պինգվին ու պինգվինների նման քայլելը այդ այսպես քայլելը մի փոքր բարդ էր, բայց դա իհարկե կարողացանք հաղթահարել։ Կենդանիների կերպարները կարծում իրենց քայլվածքը, իրենց կեցվածքը այդ մի քիչ պետք է Հատկում գուցե մոռանանք, չէ՞, որ պինգվիներ վայ պետք է գայլեն։ պետքա կարողանանք Հենց մեր գործը դա է, որ չմոռանանք միշտ հիշենք մեր հատկապես ձեր գործը որպես ռեժիսոր, որպեսզի հիշեցնեք նրանց։ Այո, նաև ես մասնագիտությամբ դերասան եմ ու դա շատ է օգնում, որ իմ ընկերներին նաև փորձեմ մասնագիտորեն, որ տենց հնարավորինս հեշտացնենք գործը, բայց ստանանք մաքսիմալ հաճույք եւ որակ իհարկե։ Մանե, նաև ձեզ կուզեի լսել։ Այդ առումով ասեմ, որ նույնիսկ այնքան կարող ենք մտնել կերպարի մեջ, որ նույնիսկ արդեն դուր գա այդ քայլվածքը մեզ եւ փորձենք նույնիսկ հենց մեր կյանքում, հա, պինգվինի նման սկսել շարժվել, քայլել, հատկապես որ ես շատ եմ սիրում այնց պինգվիններին, իրենց կերպարը, կենդանին ու գիտեմ մարդկանց, որոնք իսկապես շատ սիրում են կենդանուն եւ հատուկ կենդանու համար գալիս են ներկայացումը նայելու, որպեսզի տեսնեն թե ինչպես է նաեւ բեմում, հա, պինգվինը լինում ու ինձ էլ շատ հաճելի է մարմնավորել հենց պինգվինի կերպար, որովհետև իրենք շատ բարի, շատ անմեղ, այսպես կենդանիներ են։ Քանի որ խոսեցինք նաև թատերախմբից, գիտեմ, որ թատերախումբը ինչ-որ շրջան առանձին է եղել, չէ՞, եւ հետո արդեն թատրոնին է միացվել։ Խոսենք այս մասին, սա ինչ հնարավորություն է ստեղծում թատերախմբում ուսանող երեխաների, երիտասարդների համար եւ նաև թատրոնի համար։ Դե ժամանակին ես միայն զբաղվել եմ այդտեղ թատերախմբով, ունեցել եմ ուսանողներ, սաներ, սաներիցս կան մարդիկ, օրինակ Նորայրը, Լիաննան, Տիգրանը, որ այսօր էլի մեր թատրոնի հիմնական կազմից են, խաղացող դերասաններից են, տալիս է հնարավորություն շատ մեծ պրակտիկա, նաև նրանք սովորում են հիմա ներկայիս դրությամբ քոլեջում, իդեպ շնորհակալություն նաև քոլեջի տնօրինությանը, որ թույլ է տալիս այդ պրակտիկան անցնելու մեզ մոտ։
ունենք մեր սաները ներկայիս դրությամբ, որ վաղվա մեր նաև բեմի դերասանները կարող են լինել իրենց աշխատասիրությամբ, իրենց պունկտուալ լինելով նաև, հա, կարծում եմ մեծ հնարավորություն է, որ շատ քիչ վայրերում կարող են ունենալ փոքրերը, խաղալ մեծերի հետ, մեծերի կողքին, հանդիսատեսի առաջ, օրինակ ես կերազեի այդպես հնարավորություն ունենալ։ Այո, այսինքն կարող են զուգահեռ նաև թատրոնում գործունեություն ծավալել, Արդեն ծավալում են, աշխատանքի անցնել, այսինքն ով սովորում է կարող է նաև թատրոնում, եթե իհարկե լավ սովորի եւ դրսևորի իրեն։ Մենք Մահաչանցտանը ունենք այդպիսի սովորույթ, որ ամսվա կտրվածքով լավագույն սաներ ենք միշտ ներկայացնում։ Ով է այդ ամսվա լավագույն սանը։ Ու դա տալիս է արդեն հնարավորություն մեր սաներին, ովքեր որ ստացել են լավագույն սանի այդ կոչումը, թագը, նաև թագեր ենք մենք իրենց նվիրում, դա իրենց համար նաև այցեքարտ է թատրոնում, որ կարողանան թատրոնում արդեն իրենց ապագան տեսնեն, ինչու՞ չէ նաև հասկանան արդյոք դա իրենցն է, թե իրենց է, չի, շատ դեպքերում շատ հեշտ է թվում ամեն ինչ, բայց երբ որ գիտակցում ես այդ ամեն ինչի լրջությունը, գիտակցում ես պատասխանատվությունը, հասկանում ես արդեն դու այդքան պատասխանատու մարդ ես արդյոք, որ այդ թատրոնում աշխատես, բայց աշխատել ասված է մի տեսակ թատրոնին հարիր չի, թատրոնում ծառայում են հիմնականում, դերասանի գործը ծառայությունն է, մենք չենք աշխատում, որովհետև եթե նայես գործ որպես չես աշխատի այդ գործը, այդ Պետք է նաև շատ սիրես եւ իհարկե պետք է ծառայես, դա էլ ինչ-որ դիրքերի նման, պոստի նման, դիրքերի նման ինչ-որ բան է, որ պահում ենք այդ դիրքերը։ Մենք էլ մեր ձևով։ Իսկ դիրքերում այլ ներկայացումներ եւս կան, չէ՞, որից կարող ենք խոսել։ Այս պարագայում թատրոնում այո, ինչ ներկայացումներ կան, տարվա կտրվածքով ինչ նորություններ են եղել եւ ինչ նորություններ են դեռ սպասվելու։ Սեպտեմբեր ամսվանից մենք սկսել ենք շատ խելագար աշխատելապրոցես էսպես, որ ժամանակ չենք ունեցել ուղղակի ուրիշ բանով զբաղվենք, անդադար աշխատել ենք, եթե մի ներկայացումը հանձնել ենք, վերականգնել ենք, ունենք 3 ներկայացում, 4 ներկայացում արդեն պինգվինների եւ գրինչի արկածները, հեքիաթների աշխարհում ներկայացումն է, որ Թումանյանի հեքիաթներն են, 3 հեքիաթներ իրար հետ միքսել ենք, շատ գեղեցիկ հետաքրքիր ներկայացում է ստացվել, բարեկենդանը բոլորի կողմից շատ սիրված, այնտեղ Կիկոսի մահը եւ Սուտասանը։ Մենք Կիկոսի մահը հենց մահ բառը չենք շեշտում, երբեք փորձում ենք հեռու մնալ այդ բառից։ Ինչու երեխաների համար։ Իհարկե, երեխաները դեռ շատ թող մի քիչ մեծանան, որ գիտակցեն այդ բառի։ Կիկոսի կորուստը։ Չէ, ուղղակի Կիկոս։ Կիկոս, այո։ Եվ նաև ունեք մեծերի համար նախատեսված ներկայացում։ Ժամանակին եղել են լավ ներկայացումներ, փորձել ենք դրանք վերականգնել, ու արդեն 2026-ին կսպասվի եւ նոր ներկայացում մեծերի համար եւ կվերականգնենք այն ներկայացումները, որը որ հանդիսատեսի կողմից արդեն սիրված են եւ պահանջված են, նաեւ ինչու՞ չէ մեր դերասանական թիմի համար են, թիմի կողմից են շատ սիրված, ոնց որ ծնվեց այս գրինչը եւ պինգվինները, ունենալով նախորդ տարիներին գրինչ եւ հետո պինգվիններ, մենք փորձեցինք երկուսն էլ ունենալ, որ բոլորի սրտով լինի այս ներկայացումը, որ խաղան հնարավորինս հավեսով, խաղան հնարավորինս ժպիտով, որ չհոգնեն։ Ես ուզում եմ նաև դերասանուհիներին հարցնել, ինչպիսին է աշխատելու ընթացքը Արտուրի հետ, արդյոք խիստ ռեժիսոր է, ինչ խնդիրներ է ձեր առաջ դնում, որ գուցե ինչ-որ պահի սկզբում վախենալու է թվացել։ Սկզբում վախենալու է թվացել, բայց հետո կարողացել ենք շնորհիվ ընկեր Արտուրի հաղթահարել, որովհետև փորձերի ընթացքում էլ մենք անգամ շատ բաներ սովորում ենք ընթացքում եւ եղել է դժվարություններ եւ հեշտ է եղել նաեւ կարողացել ենք մեր կերպարը ճիշտ հասկանալ, որ ընկեր Արտուրը ճիշտ բացատրել է մեր կերպարի խնդիրները եւ ըստ դրա կարողացել ենք կարծում եմ ընկեր Արտուրը հաղթահարել։ Ճիշտ կլիներ այդ հարցինից տայք վախենալու հետ կապված, որովհետեւ ես ավելի շատ եմ վախեցել։ Ես ավելի շատ եմ վախեցել, որ ամեն դեպքում դու նոր ես հին թմի մեջ, չէ, այդ կազմի մեջ դու նոր ես մտնում ու ոնց որ նոր դասխեք շատ դեպքերում սկզբից չեն ընդունում, չէ, չեն ընդունում, դե ես էլ հոր չեմ եկել այդտեղ, որ ինչ-որ անձնական կարծիքներ, բան, ես իմ գործով եմ զբաղվում ու բոլորին փորձեցինք ներկայացնել, բացատրել, որ եկեք ամեն մեկս մեր գործով զբաղվենք եւ մեր գործը հրաշալի կստացվի ու կայացավ այդ ընդհանուր աշխատանքը, թիմային աշխատանքը կայացավ ու
չենք բողոքում։ Ես Իսկ փորձերի ընթացքում լինում են բահեր, երբ դերասաններին լսեք եւ իրենց որևէ առաջարկ ընդունեք կամ իրենք եւս փորձեն ներգրավվել այդ ռեժիսորական աշխատանքներում։ Իհարկե դերասանի հենց գործը պետքա չլինի այդ քառակուսու մեջ, դերասանին պետքա չթողես այդ քառակուսու մեջ մնա, պետքա թողնես դերասանը ավելի տենց իրենը դարձնի այդ կերպարը ավելի հասկանա, կարող է իմ մոտ ուրիշ հոգեվիճակա, ուրիշ հոգեբանությամբ եմ ես մոտենում այդ կերպարին, իրենց մոտ լրիվ այլ կերպա այդ ամեն ինչը հասկացվում, բնականաբար պետք է թողնես դերասանը իրեն լավ զգա բեմում, չգիտեմ, բայց իհարկե այդ ամեն ինչը վերահսկողության տակ, որ ոչ մի բան շատ դեպքերում բեմում չեն զգում, որ կարող է եւ ավելանեն եւ քիչ անեն, պակաս անեն, պետք է հնարավորինս այդ ոսկե միջինը ունենանք եւ շարժվենք ոսկե միջին տարբերակով, որ շատ եւ քիչ չլինի։ Մանը նաև կուզեի լսել, թե այս տարվա ընթացքում բոլոր այն ներկայացումները, որտեղ որ խաղացել եք, որն է, որ ձեզ հատկապես շատ հոգեհարազատ է, միշտ սիրում եք ձեր այդ կերպարը, մի քիչ պատմեք նաև այդ մասին։ Ունենք ներկայացում 3 խոզուկները, որոնց մեջ եւս ընդգրկված եմ, բայց շատ սիրել եմ, շատ իմն էր կերպարը, խոզուկի, այսպես կենթանիներով ենք շրջապատված եղել, հատկապես ես, շատ հետաքրքիր կերպար է, շատ հետաքրքիր ներկայացում, բայց ես ավելի շատ սիրել եմ Գրինչի եւ Պինգվինները ներկայացման հենց Պինգվինի կերպարը, որովհետեւ այնտեղ ունենք շատ հետաքրքիր տեսարաններ, որոնք ինձ ավելի են դուր գալիս եւ թեպետ նշեցի, որ Պինգվինի հենց այդ բարի ազնիվ կերպարը շատ եմ սիրում եւ բնականաբար, որ կերպարը որ շատ է սիրում, դա քեզ ավելի հոգեհարազատ է դառնում եւ դրա մեջ դու քեզ ավելի լիարժեք ես զգում, դրա համար կնշեմ, որ ավելի շատ սիրել եմ հենց այս ներկայացումը եւ չեմ պատկերացնում, որ ամանորից հետո չենք խաղալու ներկայացումը եւ այսպես ասած չի լինելու ներկայացում, կսպասեմ հաջորդ ամանորին, բայց վստահ եմ, որ առաջիկայում կունենանք նոր ներկայացումներ, շատ կսիրեմ մնացած բոլոր կերպարները եւս։ Նշեմ, որ հենց շատ լավ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ունենք 3-4 ստացված ներկայացում եւ մեզ հատկապես շատ դուր է եկել Եկեղեցի ասված այդ ազատությունը, որ տրվել է մեզ, այսինքն միշտ մշտապես լսվում է մեր կարծիքը, մենք կարողանում ենք բեմում ազատ արտահայտվել, ինչը արդեն արդյունքը ցույց է տալիս։ Այո։ Եվ հետաքրքիր է կա մի կերպար, որ դեռ կուզեք խաղալ հենց այս թատերախմբով, հենց նաև Արթուրի հետ միասին, որպես ռեժիսոր կարող եք ասել եւ հնարավորություն է, որպեսզի Արթուրը մտածի այդ մասին։ Կարծում եմ իմ ու Մանեի երևի ամենասիրելի ներկայացումը եղել է Հրեշք Գեղեցկուհին եւ Մոխրոտը, որում կերպարները կարծես առանձնահատուկ կերպարներ լինել բոլորինս։ Ինձ թվում է դրանք կվերականգնվեն, Գեղեցկուհու կերպարում դուք էիք։ Ահա, Արթուր, բայց ինչի՞ չէ։ Ամեն ինչ ասվեց։ Փորձում ենք ինչքան լավ հնարավորինս լավ տարբերակ ունենք, մատուցենք մեր հանդիսատեսին, որպեսզի նորից եմ կրկնում, չմտածեն, որ դա Երևանում չի ու կարող են ինչ-որ բանով զիջել։ Հնարավորինս եւ էֆեկտներով լուսային եւ գունավոր այդ ներկայացումը, որը որ հանդիսատեսը հիմա պահանջում է, առաջվանը չի որ կարողանաս խափես ուղակի մի քանի բան անես, վերջում ձմեռպապը դուրս գա եւ վերջ ձմեռպապը եկավ, ամեն ինչ եկավ իր տեղում։ Չէ, հիմա պետք է երեխաներին ամեն ինչ հենց իրենց աչքի դիմաց, մենք այնտեղ ունենք տենց բեմում ծով ենք ստանում, ծովի տեսարաններ, կախարդական ձուկն է հայտնվում, այդ ամեն ինչը ուղղակի հենց այնպես չի արվում, այդ ամեն ինչ արվում է, որ երեխեն ինչ որ մի բան իր հետ տանի տուն, որ կարողանա իր դասընկերներին պատմի ինչա տեսել այնտեղ, այդ հրաշքի մասին պետք է պատմի, այդ հրաշքի մասին պետք է խոսեն, Գրինչը ոնց տաքացավ, ջերմացավ, այդ ամեն ինչը սա իրենց աչքի առաջ է լինում։ Թե ջերմությունը, թե այդ ամեն ինչը պետքա գան ուղակի տեսնեն, այդքան չգովենք, չպատմենք, շատ դեպքերում մտածում են, որ գովազդ են անում, ուրեմն ինչ որ բան այն չի, ուղակի տենց վաճառելու խնդիր ունենք, ընդհանրապես չունենք վաճառելու խնդիր, մենք ուղակի տեղի խնդիր ունենք, շատ դեպքերում տեղի չի երիկացել։ Պետք է շտապել, տոմսերը գնել հնարավորինս շուտ եւ գնալ դիտել շատ հետաքրքիր ներկայացումներ։ Այո, շնորհակալ եմ շատ ձեզ հետաքրքիր բովանդակային զրույցի համար եւ ձեզ իհարկե նոր ներկայացումներ, բեմեր, ստեղծագործական փայլուն միտք եմ ցանկանում։ Մենք էլ ձեզ հրավիրում ենք մեր թատրոն, երբ որ ժամանակը գտնեք, սիրով համեցեք։ Մենք ձեզ կսպասենք։ Սիրով։ Սիրելի հեռուստադիտող, այս բանը առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, որից հետո նորից կվերադառնանք։